Պարոն Կարապետյանը դեռ խափանման միջոցի ազդեցության գոտում է գտնվում, ինչպես ասում են, ու այսօր պատասխանել է ոտի վրա լրագրողների հարցերին, ու քանի գնում այս պատասխանները դառնում են ոչ միայն զվարճալի, այլև անհամ եւ անհետաքրքիր։ Ես գիտեմ, որ իմ այս գնահատականը շատերի դուրը չի գա, հարգելի հայրենակիցներ, բայց թե կներեք, էլի 3 անգամ ետ առաջ անելով այդ հարցազրույցի միջից փորձում ես գտնել ռացիոնալ որևէ բան, ասես, ահա մարդը ունի ստրատեգիա, ռազմավարություն, ինչ որ ճանապարհ գիտե եւ այլն, նույնիսկ եթե փորձում ես մտածել, թե այսօր նոր մենք իմանում ենք Սամվել Կարապետյանի մասին եւ քաղաքական նկրտումների մասին, համարենք, որ անցյալում բան չի եղել, այդ ընտրությունները չեն եղել, բան չեն եղել, էլի չես կարողանում գտնել մի արդյունավետ բան, ցավոք ինչու եմ ասում, որ մենք մեր երկրում ունենք հսկայական փողերի տիրապետող մարդկանց խումբ, որոնք իրենց կոչում են կուսակցություն, բայց կուսակցական վար, քաղաքականություն եւ այլն այդպես էլ չի երևում։ Սա ընդհանրապես քաղաքական դաշտի ապականության մասին է խոսում։ Խարապ, փչացած քաղաքական նորություն չէ։ Նորություն չէ ու բաներ, միշտ էլ կասկած եղել է, էլի, որ քանի դեռ փողերն են այդտեղ սիմֆոնիկ համերգ նվագում, Քոչարյանն էլ նույն կինոից է, այնպես խոշոր տարբերություն չկա։ Փաշինյանից դեպքում ունենք գործող իշխանություն եւ պոպուլիստական ահռելի, ծավալի, ամբողջահաճ եւ դեմագոգ փորձառությամբ, շեշտում եմ, հսկայական քաղաքական փորձառությամբ։ Երբ ասում եմ հսկայական քաղաքական փորձառություն, ի նկատի չունեմ արդյունավետ կառավարում։ Հենց ի նկատի ունեմ, որ քաղաքական փորձառություն, հոտառություն, ուրեմն խորամանկություններ, հմտություններ, դեմագոգիայի ամբողջավարության, ամբողջահաճության, պոպուլիզմի, ուրեմն գործիքակազմին ահագին լավ տիրապետող քաղաքական ուժից ենք խոսում, որը իշխանությանն է տիրապետում, բայց մրցակից ուժերի մեջ նայում եք, կարդացի շատ մեծ ցավով, ճիշտն ասած, Արամ Սարգսյանի հայտարարությունը, լսեցի ավելի ճիշտ, վարչապետին առաջարկել եմ ՔՊԻ եւ արևմտյան թևի ուժերով մեկ ցուցակով մասնակցել ընտրություններին, բայց մերժել է։ Պարոն Սարգսյանը Հանրապետություն կուսակցության նախագահի մասին է խոսքը։ Ես չէի սպասում, որ դիմաց, բայց թե մարդ է, քաղաքական ուժեր են հանդիպել են, քննարկել են, նորմալ է, սարսափելի բան չկա։ Զարմանալի է, որ տեղյակ չէր, որ քաղաքացիական պայմանագիրը միայն իր քաղաքական ուժով է հանդես գալիս, իր դիրքորոշումն է, ինքը ունի իր հետազոտություններ այն մասին, որ ինքը միանձնյա կառավարություն պիտի ձևավորեր, նույնիսկ կարող էր ունենալ իր համոզմամբ սահմանադրական մեծամասնություն եւ միայն իր կուսակցականներին է, որ ներառում է իր ցուցակ։ Սա հայտնի բան է, ճիշտն ասած, երևի թե ռիսկերն է պարոն Սարգսյանը պատմել պարոն Փաշինյանին, որ կարող է լինել Գյումրի 2 բերեք միանանք բան անենք այս կոմենկոմ, այսինքն Էդմոնին հիշենք Մարուկյան, որը մի քանի տարի առաջ որոշեց աշխատել Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն ստեղծվեց, որտեղ ինչ-որ մի ժամանակ էլ է կարծեմ նման բան եղել, եւ հասկանալի է, երբ կուսակցության առաջնորդը գնում է այդպիսի աշխատանքի, հանուն հայրենիքի, ժողովուրդ, վատ բան չմտածեք, հանուն հայրենիքի, չեմ հեգնում։ Իր համոզմամբ դա կարևոր բան է, որպեսզի ուրեմն երկիրը փոսից դուրս գա եւ այլն։ Ճգնաժամեր միշտ էլ կարելի է ճգնաժամի շերտեր բաներ գտնել։ Այդ դեպքում նշանակում է, որ կուսակցությունը դառնում է կեսմարդ, կներեք, կիսամեռ։ Ես շատ կուզեմ, որ լինեն առողջ, աշխույժ եւ ինչ է, մաքուր ծագման, մաքուր փողերով աշխատող քաղաքական ուժեր, որոնք կարողանան իրական մրցակցություն ձևավորել իշխող քաղաքական ուժին։ Ոչ թե, ասենք, բիզնեսմեն Սամվել Կարապետյանը ճղայնացել է եկեղեցու եւ ինչ է, եկեղեցու չէ, որոշ հոգեվորականների եւ Փաշինյանի կոնֆլիկտը իրեն ափերից անել է, ելնում խառնվում է քաղաքականությանը, որոշում է իր ձևով անել, բանը, ու որոշում է, որ դե քաղաքականությունը մի այնպիսի տեղ է, որ փող տնելով չէ։ Հա, ասենք, ռեստորան չեն բացել, կուսակցություն են բացել։ Չէ, ժողովուրդ ջան, այդպես չէ։ Բոլորովին ուրիշ աշխարհներ են, բիզնեսմենները քաղաքականության մեջ շատ թույլ են։ Այդպես է, ժողովրդավարական հասարակություններում բիզնեսմենը պիտի հավես չունենա քաղաքականության մեջ թաթախվելու։ Ես մարդուն թվացել է, թե նույնն էլ Քոչարյանը որ օրվա քաղաքական գործիչն է, ներողություն։ Որն է Քոչարյանի քաղաքական ուժը։
ինչ է կոչվում այդ քաղաքական ուժը։ Դաշնակցությունը իր քաղաքական ուժը չէ։ Հա, այսինքն միշտ լեգիոներ է խաղացել, էլի, կծմծել, ինքն է միացել այս կոմենկոմ, հա, այդպես չի աշխատում ժողովրդավարական կամ մերձ ժողովրդավարական պետություններում բիզնեսմենները տրամաբանությամբ, էությամբ գործ չունեն, էլի, իշխանության մեջ լինելու հետ։ Այն նախկինի հետ մի շփոթեք, որ կներեք, վզերից բռնած բերում մտցնում էին քաղաքականություն, որ ծեներ հավաքեին, փողեր կռեյֆ անեին, ապշակ լցնեին, բանը, եւ քվոտաներ տային մոնոպոլ ներկրումների, ասենք, ծետ է, շաքար է, մյուսը եւ այլն, բենզին է, բանան է, եւ դա թողեք, դա ժողովրդավարության հետ կապ չունեցող միջավայր էր։ Հիմա երբ հարաբերականորեն ազատ մրցակցության տիրույթ է, փող ունեցողներին թվում է թե ելնենք գնանք բան անենք, փողով չապալաղենք, պաճկով էլի խփենք կամ վագոնով փողը ելնի վրեկը բանան, ամեն օր գաղտնալսումներ են տեսում, այսօր էլ արդեն բոնուսներ կային, երեք չկար, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հանում պատմում է փողերի մասին։ Մի խոսքով, այս անհետետ մոտեցումը պարզվում է, որ տալիս ավիրում է քաղաքական դաշտը, այն էլ ոտի վրա չերել կանգնել, հազիվ ծնգի է ելել Հայաստանում քաղաքական դաշտը, գալիս փողով ասում են բանը ըստ էության աթոռները գրավենք, եթե կեսից ավելին գրավենք, կայֆ, եթե 2/3-ը գրավենք, վաբշե է, 3 երկրների քաղաքացին 5 րոպե հետո կդառնա, ասենք, երկրի վարչապետ, էլի, բայց գոնե եթե չի ստացվում, գոնե մի քանի աթոռ գրավենք, ինչքան շատ գրավենք, այնքան լավ։ Մոտիվացիաներից մեկն էլ ապօրինի գույքը փրկենք, հանգարց բան չեղնի, էլի, ձեռներից չտանին։ Ահա տարբերի կծիկը։ Այս ֆոնին են փոքրիկ կուսակցությունները, փոքրիկ չասեմ, էլի, փոքրաթիվ ընտրողներ ունեցող կուսակցությունները, որոնք մաքուր ծագման են, հանցագործ չեն, ղեկավարներն ու անդամները հանցագործներ չեն, պարտվում են ու դուրս են մնում գաղափարական վեճից։ Եվ այս պատմության մեջ Սրբուհի Գալյանը ճիգարով հայտարարում է, որ բան է, այս ընտրությունները, մի վարքյան, արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն։ Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն։ Սրբուհի Գալյանը արդարադատության նախարար բանը գլուխ ունեցող մարդ է, մտածող, գիտելիքներ ունեցող, փորձ ունեցող, ով ինքը ով կոնե ինքը տեսել է, հա, այս ընտրակաշարքների պատմությունը։ Եթե մեկ մանդատ ստացվել է ընտրակաշարքով, կարելի է այս տեսակ հայտարարություն անել, ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցման հիմքեր առկա չեն։ Եթե նույնիսկ ԿՊ-ն դարձել է կայուն մեծամասնություն։ Բայց այնտեղ մի հոգի նստած է, ասենք, ինչ որ մի ընդդիմությունից, որի մանդատը կառուցվել է կաշառքով։ Հիմա չգիտենք քանի հոգի, բայց կարող ենք կռահել, էլի, թե քանի տոկոս մոտավորապես ընտրակաշառքների արդյունքում է հայտնվել խորհրդարանում։ Ոնց թե բան է, նորմալ է, հա, այսինքն բավական է ԿՊ-ի համար, որ իրենք մեծամասնությունը են մնացածը չանդամ հիմի մի ուժեղ Հայաստանն այնտեղ մենք կմխիթարվենք, մենք մի կերպ կդիմանանք, էս է ԿՊ-ի մոտեցումը։ Ոչ միայն մի կերպ կդիմանանք, այլև լավ խաղալիք ենք ստանում մենք խորհրդարանում։ Տշելու երկու կներեք մարզական բառապաշարով տանձիկ ենք ստանում, որ երբ ասենք հավես ունենանք, ելնենք բանի սպարինգի շատ որ ենք մենք իրանք քչվորեն մի առիթ կստեղծվի, մեկը մի ռեպլիկ կասի, շիշ կշպրտի կամ շշերը կհավաքենք, ես ինչ կանենք, ելնենք դա շատ հաճելի զբաղմունք է։ Ժողովուրդը իմաստուն է, ժողովուրդը չի կարող հանցագործներին, թո չգիտեմ, անօրինական ճանապարհով պատգամավոր դառնալ կամեցողներին քվեարկել։ Հա, նույն իմաստուն ժողովուրդը փողը վերցրեց, գնաց քվեարկեց այսպես, ահռելի քանակությամբ։ Դա ասելու բան է, այսինքն ԿՊ-ն շատ էլ հաշտ է, որ այսպիսի խորհրդարան է ձևավորվել, հաշտ չլիներ, պիտի դիմեր սահմանադրական դատարան, հա, եւ պիտի ասեր բան է, այս վերաքվեարկություն նշանակեք ամբողջ երկրով մեկ։ Հմ փորձեք պատկերացնել, որ ԿՊ-ն բան է, չի տարել կայուն մեծամասնություն, մանդատների կեսից ավելին չի տարել, եւ տարել է, ասենք, 40% ընդամենը, այն մեկը տարել է 23.6, այն մեկը տարել է չգիտեմ ինչ, եւ պարզ է դառնում, որ երկրորդ փուլ պիտի տեղի ունենա, կոալիցիա չի ստեղծվում, ենթադրենք, հա։ ԿՊ-ն թևերը կշտած պիտի գնար դատարան, պիտի ասեր բան արեք։
Հարգելի Սահմանադրական դատարան, ընտրությունների արդյունքները անվավեր հայտարարեք եւ նշանակեք վերաքվյարկություն, այդ դեպքում կաներ։ Ինչի հիմքը որն է, որովհետեւ ձեռքին մի տոննա ապացույց ունի, որ ընդրակաշարքի ահռելի ծավալ է ֆռացել։ Հենց իրավապահների միջոցով ձեռք բերված ապացույցներ ունի։ Այս մի դեպքում դա չի անում, որովհետեւ մտածում է, թե բան է, դե մի ունենք էլի դե 3/5-ով կարող ենք որոշումներ կայացնել, կարևոր պաշտոնյաներ նշանակել, բերեք բավարարվենք սրանով։ Իսկ դա անարդար է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Գուցե դրանից գոհ են քաղաքացիական պայմանագիրն ընտրած բազմաթիվ հազարավոր, 100 հազարավոր եսիմ Հայաստանի քաղաքացիներ, բայց լիքը մարդ դժգոհ է, որովհետև դա եղած է, արդյունքները չեն արտացոլում հանրային տրամադրությունները, այսինքն ապականվել են ընտրությունների արդյունքները։ Այստեղ վերադառնում ենք այն հին մտքին, որը սկսել է աչքի սահակին մարդ պաշտպանել, թե հարկավոր է, որ Սահմանադրական դատարանը վերաքվյարկություն նշանակի ամբողջ երկրի տարածքով մեկ։ Լավ, դե զայլա չկա, ով է ծախսերը հոգալու բաման է, ծախս հոգալու մասին եք մտածում, ընտրությունների մասին մի մտածեք ընդհանրապես։ Ասեք, որ բերեք ընտրություններ չանենք, որ ծախս չեղնի։ Ճիշտ է, չէ՞, նորմալ բան է ասած։ Բերեք թող ծախս չեղնի, բանը, ով իշխանություն է, թող մնա իշխանություն մինչև հեղափոխություն։ Հետո նորից էլի հեղափոխությամբ ով եկավ իշխանության, թող մնա իշխանություն մինչև հաջորդ հեղափոխություն եւ այլն եւ այլն։ Ահա այսպիսի տխուր մտքերի է հանգեցնում ԿՊ-ի գոհունակությունը եղած արդյունքներից, էլի։ Թևերը կշտած առաջարկներով ընտրում են ազգային ժողովի նախագահի տեխնացու, տեղակալների տեխնացուներ եւ այլն եւ այլն։ Սամվել Կարապետյանը հոգեցունց հայտարարություններ է անում։ Դուք իշխանափոխության ժամկետ ունեք, լրագրողները սկսում են խոշտանգել։ Ես նկատում եմ, որ սկսում են ղժալ նույնիսկ, էլի փոխաբերական իմաստով։ Հա, ժամկետ ունեք, մինչև 1 տարի, թե 1 տարուց ավելի դուք բոլորդ կտեսնեք, ասում է։ Լսել ենք մենք դա։ Մենք ավելին ենք լսել, մենք լսել ենք, որ այսօր արդեն պետք է վարչապետ լիներ Սամվել Կարապետյանը, ոչ թե օգոստոսի 2-ին, այսօր, ամսի 8-ից 9-ից պետք է վարչապետ չլիներ Նիկոլ Փաշինյանը, հիշում եք 8-ից 9-ից մոտավորապես։ Քաղաքացիությունից հրաժարվելու մասին այս մարդուն խոշտանգում են, համայրը արդեն խոշտանգում են։ Հա, ինչ եք ուզում իմ անձնագրից։ Գործնական փուլ է մտել անձնագրերից այն երկու երկրների Ռուսիայի եւ Կիպրոսի անձնագրերից հրաժարվելու process-ը գործնական փուլում է, դե հիմա ես եւ ինչը ձեռք չի տալիս ձեզ, լրագրողներին է հարցնում Սամվել Կարապետյանը, ինչը ձեռք չի տալիս իմ անձնագրերի մեջ, մարդիկ այնտեղ այսօրվա հարցերը ահագին լուրջ էին, էլի, կատակ չէր ու չէին խաղացնում, էլի, կար այնտեղ իհարկե մի զվարճալի հարց կար, ինչ ապագա եք երազում ձեր թորնիկի համար, քաղաքագիտական տեսանկյունից սա զվարճալի հարց է։ Հա, վերջում չեմ հիշում, լրագրողներից էր, թե խոսափող բռնողներից մեկն էր, այս հարցն է տալիս, ինչ ապագա եք երազում ձեր թորնիկների համար։ Այս հարցը, որ պապին էլ, տատին էլ հարցնեք, նույն պատասխանն է լինելու, պայծառ ապագա, կունավոր ապագա եւ այլն, հա, մոտավորապես նույն բանը։ Վերջապես այս քաղաքական գործ չի քվազի, հա, մոտավորապես կեղծ քաղաք, որտեղ քաղաքական գործի չէ, էլի վատ իմաստով չեմ ասում։ Չունի այդ փորձառությունը չունի մարդը տրել խոշտանգեցին մի 20 րոպե, վերջում նոր տեսան հնար չկա, ասին լավ դե կոնե մի փանցիկ հարց ու պատասխանով մոտավորապես ավարտենք, էլի։ Հա, ինչ եք ուզում, մի վարքյան։ Ինչ եք ուզում իմ անձնագրերից, քաղաքական գործ չի հարց, մարդիկ բացատրում են, ասում են ախր դուք այդ բանը վարչապետի հավակնորդ էիք, չէ, ուզում եք հավակնորդ լինել, արդեն դի վարչապետ լինեիք բաման, էլի ցրում է, էլի ինչ որ Վարդևանյանին ինքը ասել է եւ Վարդևանյանը այդ գործը բան է անում, գործի է գցել, այն պահին երբ ես, ոնց է ասում, այն պահին երբ վարչապետ դառնալու պահը կգա, ինքը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն այս հերթական լոլաներն ու ստերը քաղաքական իմաստով էլի իսկապես սուտ է էլի որ մենք ամիս 2 ամսից ավել փաստորեն մենք լսում էինք հա ու 1000 ձևով 1000
ճանապարհներով բացատրում էինք ու արժանանում էինք Սամվել Կարապետյանական կամ կրեմլահպատակ մասայի քֆուր քյաֆարներին, ձևը կա, դուք չգիտեք, ես կոմենկոմ, բարձվում է, որ այստեղ ոչ մի ձև էլ չկա, էլի, այնքան որ ջրալի զրույցների հետ մենք գործ ունենք։ Հա, ես հույս ունեմ, որ Սամվել Կարապետյանի մասին բացի հետագա դատական գործերին անդրադառնալը, մենք այլևս չենք շոշափի այս մարդու հայտարարությունները քաղաքական համատեքստում։ Եթե շատ հոգուներից հասնի զվարճանքի համատեքստում կշոշափենք։ Ես մեղավոր չեմ, ինքն է տրել իրեն այդպիսի վիճակում։ Դուք ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպել եք։ Չեմ կարող ասել, բայց գաղտնի պլան ունեմ։ Գաղտնի պլան ունեմ, չեմ կարող բացել Փաշինյանին հեռացնելու պլանը։ Լրագրողը հարցնում է ինչպես, պատասխանը կարող եք գուշակել։ Ասում է շատ հեշտ։ Այս անեկդոտիկ դրությունները մենք հələ հեչ էլի, մենք սովոր ենք անեկդոտների։ Սամվել Կարապետյանի ուժին ընտրած 300 քանի հազար, ինչքան էր 50,000 ընտրողները այս անեկդոտիկ դրությունները որքան են հանդուրժելու, նրանց մի մասը երևի թե ուղիղ ընտրող չէ, էլի, այլ բան է, տոտալիզատորի վրա խաղացող է, փողի կարիք է ունեցել, ես իմ պարտկաբարի ես կոմենկոմ, հա, գնացել եմ պետք չէ, էլի, ինչ է խոսում այս մարդը, էլի, բանը, ինչ պլան ունեք, ինչպես եք հեռացնելու, ասում է շատ հեշտ։ Այ ախպեր ջան, ախր շատ հեշտ հեռացնում էիք ընտրություններից առաջ, այս մարդուն ինչի եք հարցեր տալիս, ինքը 3-4 օր հետո վարչապետ չի լինելու։ Այսինքն քիչ է որ մի թափ արդեն ահագին մարդու հռհռալ եք տվել վրեքդ, փոխանակ ասեք ախպեր, մեր կուսակցությունը գնում է խոր ընդհատակ մտածելու, կամ լուծարվում է, ինչպես լուծարվեց բոլորին դեմեմ ժողովրդավարական կուսակցությունը, հա, դուք էլ ասենք մտածեք, որ այ մարդ ոնց որ թե խոշոր ծախողումից հետո հարկավոր է գնալ մտածելու։ Տրամաբանված բան է, չէ՞, մեկը փող է կորցնում, պետք է գնա մտածելու։ Մեկը ծախողակ գործարք է անում, պետք է գնա մտածելու։ Դա բնական ռեակցիա է, էլի։ Հա, դնել զորել ստեղ, որ շատ հեշտ հեռացնելու ենք, հարմարվել եք բանը ընդդիմադրի կարգավիճակին, որ դուք ընդդիմադիր եք։ Ես կարգավիճակ չունեմ, ասում եմ ես Ապոլոնի ձերբակալվածի կարգավիճակ ունեմ, շատ բան կտեսնեք դեռ։ Մենք սա լսել ենք արդեն։ Մենք սա արդեն 1 ամսից ավել լսել ենք, որ շատ բաներ են լինելու, 300,000 աշխատատեղ է ստեղծվելու, 300,000 ադրբեջանցիներ են գալու, եւ այդ ճարը կտրած բան անի, 300,000 ադրբեջանցի բերի ստեղ գործարաններ հիմնի, ասի աշխատեք, որ ես ճիշտ դուրս կամ, էլի։ Աշխատատեղեր ստեղծելու, եթե գաղափար ունի, ձև, մեխանիզմ գիտե Սամվել Կարապետյանը 300,000։ Ունի որոշ ստեղծած աշխատատեղեր, ինչն է խանգարում, որ դիմի իշխանություններին, ասի հանուն Հայաստանի Հանրապետության, ահա 300,000 աշխատատեղը պարոն ՔՊ, պարոն քաղաքացիական պայմանագիր կամ պարոն Փաշինյան, ահա այս էկոնոմիկայի նախարար լավ, ահա այս ճանապարհով խորհուրդ եմ տալիս ստեղծել, մարդիկ կիմանան, կուրախանան եւ արժանին կհատուցեն Սամվել Կարապետյանին, ասեք, տեսեք, այս մարդը իշխանության չգալով պարտվեց, չնեղացավ, թշնամություն չարեց եւ օգնեց կամ հուշեց առաջարկեց ճանապարհը, որը չէր ֆայմել էս իշխանությունը, ինչպես ստեղծել երկրում 300,000 աշխատատեղ, եթե դա տեսականորեն հնարավոր է իհարկե։ Ես համոզված եմ, որ հնարավոր չէ մոտակա 30-40 տարում այդքան աշխատատեղ ավելացնել Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող է ես սխալվում եմ, մարդը համարվում է հաջողակ գործարար եւ հետո ինչ որ պարտվել է, պետք է որ դիմի չէ իշխանությանը, ասի բանարեք։ Հիմա շատերը կասեն, որ դեռ չի պարտվել, սահմանադրական դատարանը դեռ քննարկում է, ժողով է անում, կորոշի ամսի 4-ին կասեն եւ այլն եւ այլն։ Դուք եք լինելու ընդդիմության առաջնորդը այն գաղտնի պլանով, հա, որի մասին ինքը խոսում է, թե Քոչարյանն է լինելու։ Ու ինքը սկսում է բացատրել Սամվել Կարապետյանը, Քոչարյանը իր դաշինքով է ընդդիմության առաջնորդ, ես էլ մեր դաշինքի առաջնորդն եմ, կիսվելու բան չունենք, հիմա որոշում չկա, կա հետագա քայլեր, կգնահատենք, որ ճանապարհը հնար տվեց արագ հեռացնել Փաշինյանին, այդ ճանապարհով էլ կշարժվենք, հա, այնտեղ ասում է, որ գաղտնի պլան կա արդեն, էլի։ Ստեղ ասում է, որ բանը ճանապարհը դեռ պետք է որոշենք, մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու, մենք շփվելու ենք մեր ընտրողների հետ, կկայացնենք որոշումներ,
ֆա մաժոր սեպտ, մոտավորապես այդ կարգի ակորդ է գալիս գլխից էլի։ Ինչ պլաններ ունեք։ Փաշինյանին կհեռացնենք, կձևավորենք կառավարություն։ Կարող է մի օր գիրք գրի Սամվել Կարապետյանը, որում ասի, որ այս հարցազրույցներով ղժում էր մեզ վրա, էլի։ Լրագրողները ուրեմն հսկայական ժամանակ լրատվամիջոցների սեփականատերերը հոնորարներ էին ծախսում այս նյութերի համար, վճարում էին լրագրողներին, հա, որ քաղաքական մի միտք քաղվի ստեղից, բերվի, դուրս բերվի, ասվի լավ, գոնե տնտեսական միտք է եղնի 300,000 աշխատատեղը ինչպես եք ստեղծելու։ Հարգելի լրագրողներ եւ խոսափող բռնողներ, եթե կկարողանաք գտնել նորից ճարել Տատարանի ճամփին կամ մեկ ուրիշ տեղ կամ տուն կգնաք, ասեք այ մարդը 300,000 աշխատատեղը գոնե ասա իմանանք, մուտը չմնանք, հա չես ընդրվել, լավ, բայց հուշի օգնի հայ ժողովրդին, որպեսզի հաղթահարի այդ խնդիրը։ Ինչ պլաններ ունեք կարդացինք։ Ձեր ընտրողները ինչ են ուզում, վերջապես տալիս են հարցերի հարցը, մանդատ վերցնելու եք թե չէ։ Երբ տեղեր ունեցել ժողով, հիշում եք, հա, 2000 հոգի հրավիրել էին իրենց ընտրողներին, թե ոնց էին իմացել ովքեր են իրենց ընտրողները, այդ մնում է առեղծված։ Որտեվ երբ փողը տալիս ես կամ փողը չես տալիս, մեկը գալիս ասում է, որ ձեզ եմ ընտրելու, տատերապացույց չէ, որ ինքն է ընտրելու։ Լավ, ինչ որ է։ Գուցե ինչ որ մի ճանապարհով իմացել են, որ այս մարդիկ իրենց ընտրողներն են։ Այդ շատ հուսալի մարդիկ պետք է լինեն։ Շատ հուսալի մարդիկ, շատ նվիրված մարդիկ պետք է լինեն։ Նվիրվածները պիտի շատ վճռական լինեն։ Վճռական պետք է լինեն իմ կարծիքով, եթե այդ շղթան ճիշտ է, տրամաբանական, եթե իսկապես հրավիրվել են այդպիսի մարդիկ, նրանք պիտի որ ասեն, որ մանդատ չենք վերցնում։ Փողոց ենք դուրս գալիս, դու մեզ մի շաբաթ է թույլ չես տալիս, ելնենք ցույցեր անենք։ Հա, ինչ որ է, ասում է մեսիջը այդ մարդկանց այսպիսին է, 40%-ը դեռ էմոցիաների տակ են, այն մարդկանց մասին է խոսում, ովքեր ասում են մանդատ մի վերցրեք։ Ինչ որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, երևի սադրում են, ասում են, այ մարդ մի վերցրեք մանդատները, ելեք պայքարի ես կոմենքում։ 60%-ը արդեն ասում է վերցրեք մանդատները, լսելու ենք, մենք մեր որոշումն ենք կայացնելու, մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու, մենք պետք է որոշենք ոչ թե մեր ընտրողները եւ այլն եւ այլն։ Հա, այսինքն ստեղից արդեն կարելի է կռահել, որ եթե Սահմանադրական դատարանի որոշումը որևէ կերպ չպեկանի ընտրությունների պաշտոնական արդյունքները, այսինքն մանդատների քանակը բանը մնա տեղում, ուժեղ Հայաստանը որոշելու է վերցնել մանդատները։ Դե իսկ քվեների կամ մանդատների իմաստով փոքր ախպերը, ինչ է անունը, Քոչարյան Ռոբերտը չի կարողանալու ասել, չէ, մենք ելնում ենք պայքարի 140 քանի հազար քվեով պայքարելու ենք, մի րոպե այդ թվերը թարմացնենք, էլի մի քիչ։ Հայաստան 144,983 քվեով ելնելու ենք փողոց պայքարենք։ Ահա այսպես, էլ ինչ է ասում պարոն Կարապետյանը, ես կարևոր հատվածներն եմ իհարկե դուրս բերել, ինչ է նշանակում մինչև վերջ գնալ, նույն հարցը տարբեր կողմերից են տալիս, այսօրվա մինչև վերջը Փաշինյանին հեռացնելն է, փողոցի ժողովրդի ուժը կեներացնելն նկատի ունեք, եթե գնահատենք, որ դրա անհրաժեշտությունը կա, կանենք, հիմա առայժմ Փաշինյանն է փողոցայինը հիմա Փաշինյանն է, սա է ասում, ասել է Պառացի։ Գնացել ենք ՍԴ, կնայենք որոշումը ինչ կլինի, հետո կորոշենք։ Կարող է ՍԴ-ն չեղյալ է համարում ընտրությունները կամ երկրորդ փուլ, այս երկրորդ փուլը չգիտեմ ինչի իրենց բողոքի մեջ էլ է գրած։ Երկրորդ փուլ ոչ մի սխեմայով չի ստացվում, ժողովուրդ ջան։ Երկրորդ փուլը ստացվում է միայն այն դեպքում, եթե առաջին փուլում ստացված մանդատների քանակներին տիրապետող խմբակցությունները չեն կարողանում կոալիցվել այնպես, որ կոալիցիան ունենա ուրեմն կայուն մեծամասնություն, բայց եղած մանդատներով ձևավորված խորհրդարանը վերջնական արդյունքներով կառուցված կա այնպիսին է, որ քաղաքացիական պայմանագիրը միանձնյա կարող է ձևավորել կառավարություն։ Կամ պետք է ապացուցեն դատարանում, որ ԿՊ-ն պետք է տարած լիներ երևի մի 10% պակաս քվե, եւ առաջին փուլով հնարավոր չէր լինելու ձևավորել կառավարություն, ինչը ֆանտաստիկայի ոլորտից է, էլի։ Հա, բայց պնդում է, ասում է կամ չեղյալ է համարվում ընտրությունները կամ երկրորդ փուլ։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, վերջապես փիլիսոփայական միտք լսեցինք։ Ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի ետևից, երբ վարչապետ դառնալու պահը լինի, ես արդեն հրաժարված կլինեմ։ Դեռ չի հրաժարվել, պարոնը իրեն պետք է այդ բանի, ինչ է անունը, ըստ երևույթին Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը։
Եթե մեզ չի հաջողվում Փաշինյանին հեռացնել, ուրեմն ինքը 3 միլիոն մարդու է հեռացնելու Հայաստանից։ Այս քաղաքական կորտ չի, միտք է ընդհանրապես էլի ժողովուրդ։ Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին։ Սա շատ ուժեղ քաղաքական կորտ չի, խոսք է։ Փաշինյանը տուրիստ է, դժգոհում է Էլցանցի, ուրեմն իրենց ստացած ժառանգությունից։ Հա, ասում եմ, մեզ ինչ էին թողել, որ այն ժամանակ Փաշինյանը չի եղել իշխանություն, երբ ստացել է Էլցանցը, էլի։ Ինչ գիտեք, որ չի ստացվի։ Միգուցե ՍԴ-ն ամսի 4-ին կորոշի, որ ես եմ վարչապետը։ Եվ տարակազմիկ միտքը այսօրվա ցնցող միտքը, ուրիշ բան ու գործ չկա, այստեղ վերևը ես նշել եմ, էլի։ Մի քիչ որ Վարդևանյանը գաստա, ես կդառնամ վարչապետ։ Կատակի է տալիս իհարկե, հա, բայց ոնց որ թե Վարդևանյանը չպետք է լիներ հույսը, չէ՞, ձեր բազմամիլիոն ընտրողները պետք է լինեին։ Մի խոսքով ժողովուրդ ջան, մենք գործ ունենք չկայացած քաղաքական գործի հետ, հա, որը նույնիսկ բանը այն դեմագոգիայի, պրիմիտիվ դեմագոգիայի հրելու եւ պրիմիտիվ պոպուլիզմ հղելու, գիտեք որն է, պոպուլիզմ, որ մարդկանց դուրը կգա, էլի, կասեն, հա, էլի, այս մարդը ճիշտ էր, էլի, հա, 3 միլիոն մարդու տանում են աղքատացման։ Ովքեր են խորհրդականները եւ այլն, հույս ունենք մենք այլևս չենք անդրադառնա այս մտքերին, այս մարդու մտքերին, բայց մի հետաքրքիր մեկնաբանություն կտա ես, որը հավակնում էր դառնալ, կգտնեմ այդ միտքը կկարդամ, էլի մեկնաբանությունների մեջ մի շատ ուշագրավ միտք կար, թե ինչպիսի սուպեր բութ ինքնավստահության տեր կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի քաղաքացիներից մեկը մեկնաբանել էր, էլի, ամբողջ հասարակությանը ակնհայտ է, ապացուցելու կարիք չկա, որ ընտրվել է Սամվել Կարապետյանը կամ այդ ուժը ներողություն, ուժեղ Հայաստանը ընտրվել է որպես բան միանձնյա առաջնորդ։ Այս կարգի միտք էր։ Այդ ինքնավստահություն գրագետ հայերենով գրած էլի։ Ստիպում է մտածել, թե այ մարդ, այս Դանին Կրյուգերի համախտանիշը ինչքան խորն է նստած մեր հայ ժողովրդի բազմահազարանոց, դո չգիտեմ, գուցե միլիոնանոց մի հատվածի մոտ, էլի։ Ասենք, եթե շրջապատում ասում են, որ այմար թարգ տվեք, հանրային կարծիքի հետազոտությունը ապացույց չի կարող լինել։ Դատարանները դրանք ապացույց չեն կարող համարել։ Վերջացավ։ Այս ձեր հարցը շատ կարևոր հարց է, բայց այդպես է ստացվում։ Ծառուկյանի որդին ընդհանրյալ հանցագորը հեռացել է երկրից, փաստորեն ՆԳՆ նախարարը կա սահմանված պատժ։ Իմ իմանալով չկա դեռ, կարևոր հարց եք տալիս եւ ոչ միայն ինքը, հարգելի Մուրադ, Մոսկվայում հանգրվանած չալաղաշ տբեր կան, Հայաստանը ժամանակին լավ կերած, բանի ջեբը դրած մարդիկ, որոնք բարեհաջող հեռացել են Հայաստանի Հանրապետության տարածքից։ Նույնիսկ հիմա կարելի է դաշտային ճանապարհով Վրաստան անցնել։ Չեք հավատա, բայց այդպես է։ Այն 5 կինոների պես էլի, ասենք 100 տարի առաջ, երբ որ սահմաններ բաներ չեն եղել, ինչ որ մի ձև կա, իհարկե դրա համար պիտի ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատվություն կրի, սահմանային հսկողություն իրենք են իրականացնում, եթե պլաստիկ վիրահատություն չի տարել մարդը, չի արել ավելի ճիշտ մարդը, ոչ թե տարել, անձնագիր փաստաթղթեր չի փոխել, սահմանում կեղծ անձնագիր էլի նկատի ունեմ բան, հա, այդ մի հնարավոր, բայց այդ էլ պետք է ուրեմն ներքին գործերի նախարարություն, իրավապահներ եւ այլն մեղավոր են, եթե անօրինական սահմանի հատում է տեղի ունենում։ Հետախուզվող են, տվյալները մոտները կա, պիտի բռնեին, չեն արել։ Եթե որոշվի երկրորդ անգամ անցկացնել ընտրությունները, Ռուսաստանը նորից են բերելու ընտրության, չգիտեմ, իմ ենթադրությունը հարգելի Անահիտ, այն է, որ Ռուսաստանից եկած գնացածները, այդ թվերը պետք է սահմանադրական դատարանը ստանա եւ ուսումնասիրի, եթե արդեն չի ստացել, էլի, եւ համեմատությունը անցած տարվա տվյալների հետ։ Բանը, ես կարծում եմ, որ ովքեր եկել էին հատուկ ընտրելու համար, մի կողմից, եթե բարեխղճորեն էին եկել իրենց փողով բան, դե չեն կարող էլի անընդհատ այդ փողը ծախսել մի $500, 600, 700 հմել դրությունը բարթացել է օդանավակայան հասնել Ռուսաստանում հասնել օդանավակայան, որ թռնեն կան Հայաստան, հետո կնան իդ շատ-շատերի բարեխիղճ ընտրողների ցանկությունը կպակասի։ Կաշառքով եկածները առավել եւս կպակասեն։
հա, կաշառքով եկածների մի զգալի մասը, կասի այ մարդ գործ չունենք, դրությունը այնտեղ ոնց որ թե լավը չէ, Ռուսաստանում ասում են, որ անկայուն է, Հայաստանում դրությունը եւ այլն։ Եթե ոչ, ապա ինչ հույս ունեմ, որ ելի այդքան ընտրող կունենան։ Ինձ թվում է, որ իրենք փորձում են ընդդիմության մասին է խոսքը, այդ 6 քաղաքական ուժերի, հատկապես 3-ի, ոչ հանուն հանրապետության քաղաքական ուժի Արման Բաբաջանյանի ղեկավարած, իրենք փորձում են իրենց ընտրողներին ցույց տալ, որ տեսեք, մենք գնում ենք բոլոր ճանապարհներով, բայց ամսի 5-ին ասելիք չեն ունենա, ինչ իմաստով, որ եթե փորձեն նույնիսկ հանրահավաք հրավիրել, այդ հանրահավաքը կամ չի գումարվի, կամ ինչ-որ խորհրդանշական բան կլինի, փորձեն փողեր խաղացնել անտեղի տեղը, ծախսանել ավելորդ տեղը, ցույց տալ, որ ելանք բողոքի, որոշեցինք, որ սրանք ստոր են, այն անեկդոտ կա, չէ, որ ասում է Պաջանքել է սրանք խուժան են, էլի, կպատմեմ հիմա այդ անեկդոտը Վարդանիկի, մի րոպե գրեմ ստեղ խուժան, հա, Վարդանիկի անեկդոտն է, էլի, ցույց տան հավատ հաստատեն, որ տեսեք, մենք ժողովրդին փողոց հանեցինք, բայց ժողովուրդը ասաց գնացեք մանդատներդ վերցրեք, բայց այդ հանրահավաքն էլ պիտի որ տեղի չունենա։ Ինչու եմ այսպես ենթադրում, որովհետև կարծում եմ, որ եթե գաղափարական ընտրողներ լինեին այդ 500 քանի հազար հոգին, 3 քաղաքական ուժերի մասին եմ խոսում, ուժեղ Հայաստան 340,000, Հայաստան Դաշինք 145,000, ինչ եղավ 485,000 գումարած 58,000 էլ Բարգավաճ Հայաստան։ Լուրջ շոշափելի թիվ է, հա, 530-40 50,000 ժողովուրդ, եթե գաղափարական ընտրողներ լինեին այս մարդիկ, գոնե ամեն 10-րդը փողոց դուրս կգար հաջորդ օրը առավոտ, կգնար իրենց շեֆերի դուռը կջարդեր, կասեր ելեք մեզ առաջնորդեք, մեր քվեները կողծել են, չհասկացանք։ Դուք լսել եք որևէ մի նախաձեռնություն։ Սահմանադրական դատարանի լսման առաջին օրը Պարլամենտ պողոտայում սահմանադրական դատարանի դիմաց հավաքվել էին տարբեր ժամերի ֆոտո-վիդեոներ եմ նայել 100-ից 250 հոգի, ներառյալ ուրեմն խոսափող բռնած եւ մարդիկ եւ լրագրողները եւ բաները, ոստիկանները կողքից։ Հա, այն էլ է դորը։ Իսկ այն ժամանակներում, երբ ես երբեք կուսակցական չեմ եղել, համարել եմ, որ ընտրությունները կեղծած են եղել, ելել եմ փողոց ցույցերի, բաների, հլա լիքը մարտել։ Դու լրագրող ես, դու խմբագիր ես, ինչի ես խալտո լավ եմ արել, իմ քվեն կեղծել են կամ համարել եմ, որ կեղծված են ընտրությունները, ելել եմ փողոքի ցույցի։ Հազարավոր, տասնյակ հազարավոր, 100,000-ավոր մարդիկ են եղել փողոցներում, կատաղած։ Այս ոնց եղավ ձեր ժողովուրդը չկա եւ ուզում եք ընտրություններից հետո ասենք հուլիսի 5-ին ինչ որ ցույց կազմակերպել, հա, ոչ աշխատանքային օր է, նաեւ տոն է այդ օրը։ Այնպես չէ որ կարող եք այդ օրը նշանակել, ասել Իրիգունը ժամը 6-ին հավաքվեք, շատ կուզեմ այդ հանրահավաքը տեղի ունենա։ Վերջապես այդտեղ կարելի է տեսնել իսկական նվիրյալ ուժեղ հայաստանցիներին, իսկական նվիրյալ Հայաստան Դաշինքի ժողովրդին, իսկական նվիրյալ բանին, ինչ է անունը, Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրողներին, Լուսավոր Հայաստան եւ մյուս այն ընդդիմադիրներին, որոնք համարում են, որ ընտրությունները կեղծվել են հոգուտ քաղաքացիական պայմանագրի։ Հա, այնպես որ վերաքվեարկություն նշանակելիս ես չեմ կարծում, թե այս ուժերը տանելու են այսքան քվե, ովքեր դիմել են սահմանադրական դատարան։ Ավելի քիչ են տանելու եւ տոկոսով է դա քիչ լինելու։ Սա իմ մասնավոր եւ գուցե միամիտ կհամարեք, միամիտ գնահատականն է, ժողովուրդ ջան։ Սամվել Կարապետյանի այս ուրեմն տխուր զրույցի թեման թույլ տվեք փակված համարել,